Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին սիրված երգչուհի Տաթև Ասատրյանը հանդես եկավ երկու մենահամերգով։ Ամիսներ առաջ Տաթևը հանդես եկավ հրապարակումով, նշելով, որ նոյեմբերի 1-ին սպասվում է մեգա մենահամերգ։ Սակայն կարճ ժամանակահատվածում Տաթև Ասատրյանը նկատեց, որ այս տոմսերը սպառվել են։ Երգչուհին իրեն թույլ տվեց միանգամից հայտնելու նաև երկրորդ մենահամերգի մասին, ինչի տոմսերը ևս արագորեն սպառվեցին։ Դե իսկ Տաթևն էլ չհապաղեց եւ հայտնեց նաև թվով երրորդ մենահամերգի մասին։ Արդեն երկու մենահամերգները եղել են։ Երրորդ մենահամերգի տոմսերը ևս արագորեն սպառվեցին։ Երգչուհին հայտնեց չորրորդ եւ այս տարվա վերջին մենահամերգի մասին։ Երեք Տաթև Ասատրյանը երբ բեմում էր փոքրիկ Նժդեի հետ եւ խոսում էր նրա անցած ճանապարհի, այն մասին, որ արդեն Նժդեը սովորում է դհոլ նվագել եւ միայն լավ սովորելու դեպքում մոտ ապագայում կարող են Նժդեին տեսնել իր երաժշտական բենդում, այս պահին հուզիչ դրվագ տեղի ունեցավ։ Տաթև Ասատրյանին իր թիմը հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում ընդամենը 3-4 օրում ավարտվել են երգչուհու թվով չորրորդ մենահամերգի տոմսերը։ Սա իհարկե շոկային է այնքանով, որ ամիսներ շարունակ հայ-հայտնի շատ երգիչներ հրապարակում են այն մասին, որ մենահամերգով են հանդես գալիս, սակայն մինչև վերջին օրը ողջ տոմսերը այդպես էլ չեն սպառվում։ Դե իսկ Տաթևի դեպքում մեկ ամսում միանգամից 4 մենահամերգ եւ 4-ն էլ տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, 4-ի տոմսերն էլ մի քանի օրվա ընթացքում սպառվում են։ Սա իհարկե խոսում է այն մասին, որ երգչուհին իսկապես սիրված է հանրության բոլոր շերտերի կողմից։ Հավելենք նաև, որ երեկոն լի է մի շարք անակնկալներով, ինչպես Տաթև Ասատրյանն էր խոստացել, արդեն 2 համերգային երեկոների ընթացքում յուրաքանչյուր համերգին 5-ական անց ստացել է հնարավորություն անվճար անսահմանափակ 1 տարի Շիրակավիայի շնորհիվ ուղևորվելու տարբեր ուղղություններով։ Հավելենք նաև, որ երեկոյին ներկա էր նաև երգիչ Թաթա Սիմոնյանը, ում հետ Տաթև Ասատրյանը դուետով հանդես եկավ եւ ուրախացրեց հանրությանը։ Ժողովուրդ ջան, շատ եք հարցնում, թե Նժդեհը որտեղ է, ոնց է ու ինչ է անում։ Ուզում եմ ասել, որ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու։ Չէ՞ կյանքս։ Ժողովուրդ ջան, հիմա մենք գրում ենք, գալու ենք Ռոստով, կնասազար